Բարև ձեզ, շնորհակալություն ենք հայտնում այսօրվա մեր հրավիրած ասուլիսին գալու, այն լուսաբանելու համար։ Մեր այսօրվա ասուլիսը նաև մի փոքր այսպես հրատապ կարիք առաջացավ այն անցկացնելու եւ հանրությանը մի խնդրի մասին ներկայացնելու։ Իրականում այս խնդրի մասին մեր հանրությանը մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք եւ ներկայացրել ենք։ Խոսքը վերաբերում է խաղաղ պայմաններում, ոչ մարտական պայմաններում սպանված զինծառայողի կյանքի իրավունքին, կոնկրետ այս դեպքում Արթուր Ղազարյանի գործին է վերաբերում։ Ընդամենը 2 ամիս առաջ, դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների օրը մենք այստեղ հրավիրած ասուլիսի ժամանակ նշում էինք, որ Արթուր Ղազարյանի գործով քննչական մարմինը ոչինչ չի ձեռնարկում եւ նույնիսկ ինքս հիշում եմ նշեցի, որ եթե մենք փորձենք ներկայացնենք, թե ինչ է արվում Արթուր Ղազարյանի գործի քննությամբ, ապա պիտի ներկայացնենք հանրությանը դատարկ A4 թուղթ։ Փաստորեն մենք ճիշտ էինք մեր այդ դիտարկումներում եւ շատ ավելի վատ է իրականում իրավիճակը։ Ինչ տեղի ունեցավ, փաստորեն, փետրվարի 3-ին Զինվորական քննչական գլխավոր վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ Արթուր Ղազարյանի վերաբերյալ մահվան կամ սպանության վերաբերյալ քննվող քրեական վարույթը պատրաստում են կարճել, որովհետև հանցագործության դեպք չկա։ Սա շատ զարմանալի էր, հատկապես այն առումով, որ 18 օր առաջ 2026 թվականի հունվարի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ուղարկում է համապատասխան նամակ Դուժողի Արթուր Ղազարյանի ընտանիքի անդամների, ծնողների հետ, տիկին Իրինայի հետ բանակցությունները սկսելու եւ խնդրին բարեկամական լուծում տալու համար։ Անսպասելիորեն Եվրոպական դատարանի այդ նամակից կարճ ժամանակ հետո, օրեր հետո Հայաստանի Հանրապետության իրավապահները որոշում են վարույթը կարճել։ Անկեղծորեն ասած, մի քանի կասկածներ ունենք։ Առաջինը, որ քննիչը, հսկող դատախազը, ընդհանրապես Հայաստանի Հանրապետության կառավարությունը առեն համարում Եվրոպական դատարանի կողմից ներկայացված նամակները կամ արձագանքը։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ընդհանրապես իրավական պետություն կոչվել չի կարող։ Եվ երկրորդը, Հայաստանի Հանրապետության կառավարության միջազգային իրավական հարցերով գրասենյակը ստացել է Եվրոպական դատարանից ուղարկված նամակները, որի մասին չի հայտնել նախաքննական մարմնին կամ դատախազությանը։ Սա էլ նշանակում է, որ վարչապետի աշխատակազմում որոշ մարդիկ առնվազն 18 օր տեղում չեն եղել։ Եվ եթե դա ճիշտ է, ապա այդ որոշ մարդը, պարոն Անդրեսյանը, պետք է եւս մեկ SMS հաղորդագրություն ստանա Նիկոլ Փաշինյանից, եւս մեկ անգամ դառնա գործազուրկ։ Որովհետեւ անտրամաբանական կարող է լինել 18 օր Եվրոպական դատարանից ստանալ նամակ եւ դրա մասին ոչ միայն կոնտակտ կապի դուրս չգալ ծնողի հետ, գանգատ ներկայացնողի հետ, այլ նաեւ տեղեկ չպահել գործը քննող քննիչին կամ դատախազին։ Մենք բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ Արթուր Ղազարյանի գործով քննությունը, որը սկսվել է 2010 թվականի դեկտեմբերին, գնում է սխալուղությամբ, իրական հանցագործությունը կոծկվում թաքնվում է, ենթադրյալ մարդասպաններին կամ սպանության կատարող կամ կազմակերպիչները գտնվում են հովանավորության տակ։ Այն, որ մեր այս պնդումները իրական են, բառացի հաստատել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, երբ բանավոր զեկուցում էր Նիկոլ Փաշինյանին։ Դրան ներկա են եղել ես, տիկին Իրինան, այլ մարդիկ եւս։ Մենք պահպանելով պարկեշտության բոլոր սահմանները չէինք ցանկանում նախկինում բարձրաձայնել։ Ավելի քան 3 տարի սպասել ենք, որ գլխավոր դատախազը եւս պարկեշտ կլինի, վարչապետը եւս պարկեշտ կլինի։ Քննիչներն ու այլ պաշտոնյաներ եւս պարկեշտ կլինեն եւ կբացահայտեն, բայց երբ նրանք որոշեցին գործը փակել, առհամարելով Եվրոպական դատարանում գանգատի առկայության փաստը, ապա այլևս մենք չենք կարող պահպանել այն
ջենտլմենական համաձայնությունը, որը ձեռք էինք բերել հենց վարչապետի հետ եւ նաեւ Աննա Վարդապետյանի հետ։ Այն, որ Արթուր Ղազարյանի սպանության գործը այսպիսի վախճան ունեցավ, այդքան էլ անակնկալ չէր, բայց անակնկալը նա էր, որ 2025 թվականի հունիսի 16-ից մինչ 2026 թվականի փետրվարի 3-ը, գրեթե 8 ամիս գործը ստանձնած քննիչը մեկ թուղթ անգամ չի ավելացրել վարույթում։ Գործը ընդունել է պասիվ վիճակում, իդեպ սա դատավարական տերմին չէ, սա դատախազության հորինած նոր տերմինն է։ Գործը ընդունել է պասիվ, ոչինչ չի ձեռնարկել եւ 8 ամիս հետո մեզ հրավիրում են, ասում են գործը կարճում են։ Գիտեք ինչն է նաեւ զարմանալի, Արթուր Ղազարյանի դեպքը տեղի ունեցել Հադրութում, նրան սպանել են մարտական հերթապահության ժամանակ։ Այդ գործի նկատմամբ դատավարական ղեկավարումը այսօր իրականացնում է Երևանի կայազորի դատախազը։ Եթե Հայաստանի Հանրապետությունը որևէ իրավաբան կարող է ողջամիտ պատասխան տալ, ինչու է Երևան քաղաքի կայազորի դատախազը ղեկավարում կամ հսկում այս գործի նախաքննության նկատմամբ, ապա գուցե ինչ-որ բան հասկանալի կդառնա։ Բայց քանի որ այդ անձը եւս շահագրգիռ է այս գործը կոծկելու մեջ, այլևս մենք կասկած չունենք։ Արթուր Ղազարյանի գործի կարճման հիմնական հանգամանքը դատաբժշկական փորձագետի եզրակացությունն է։ Առաջանցնելով ասեմ, որ այստեղ եւս դատախազությունը, քննիչը եւ փորձագետները ջանք չեն գործադրել խայտառակելու Հայաստանի Հանրապետությանը, թեև դա զարմանալի չէ։ Դա նրանց ամենօրյա աշխատանքի նպատակն է։ 50-ից ավելի հարցերի վերաբերյալ առնվազն 30-35 հարց փորձագետները չեն պատասխանել։ Երբ մենք Տիկին Իրինայի հետ այդ խնդիրը բարձրացրեցինք քննիչների ու դատախազների առջև, ինչ արեցին։ Հրավիրեցին հանձնաժողովի նախագահին, առնվազն 3 անգամ հարցաքննությունների, նրան հարցաքննեցին տարբեր հարցերի շուրջ, լրացրեցին բաց թերի փորձագետի եզրակացությունը եւ համարեցի խնդիրը լուծված է։ Ընդ որում հատկանշական է, որ հանձնաժողովային փորձաքննության ժամանակ բժիշկներից մեկին հարցաքննում են մյուս մասնագետ բժիշկների իրավասությունների մասին։ Ավելին, հանձնաժողովը գտավ, որ 2013 թվականին Արթուր Ղազարյանի դիակից վերցրած ոչնչացված պրեպարատները հայտնաբերեցին, ոչնչացված պրեպարատները հայտնաբերեցին, ճանաչեցին պիտանի, հետազոտեցին եւ դրեցին փորձաքննության հիմքում։ Մենք, որպեսզի ամփոփեմ, ասեմ հետեւյալը. քննիչը մեզ, ինձ եւ Տիկին Իրինային ողջամիտ ժամկետ է տվել։ Այսօր մինչև ժամը 14:00 մենք ունենք 3 օր ստացված 9 հատորները ուսումնասիրելու եւ մեր կարծիքը ասելու։ Մենք այս միջոցով նաեւ ասում ենք մեր կարծիքը քննիչին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին Արթուր Պողոսյանին։ Մենք չենք զարմանում ձեր պահվածքի եւ ձեր վարքագծի համար։ Արթուր Ղազարյանի գործը մեկ անգամ փակել են 2011 թվականին, վերաբացվել է։ Փակեք նաեւ դուք, կրկին վերաբացվելու է։ Վերաբացվելու է այն ժամանակ, երբ Հայաստանում իրավաբանները ծառայելու են օրենքին եւ քաղաքացուն, ոչ թե մեկ անձի։ Կարող եք փակել, բայց հաջորդ անգամ երբ կվերաբացվի այս գործը, վերաբացվելուց հետո քննության առարկա լինելու է ոչ միայն Արթուր Ղազարյանի սպանությունը, այլ այդ սպանությունը կոծկող անձանց պատասխանատվության հարց, այդ թվում նաեւ ձեր Տիկնայ եւ պարոնայք։ Մենք ցավով չենք տանում, որ դուք գործը փակում եք, մենք ցավով տանում ենք այն, որ դուք առեք համարում եվրոպական դատարանում տեղի ունեցող process-ները, եւ դուք չեք հարգում Հայաստանի Հանրապետության օրենքները, բայց մենք չենք էլ զարմանում, որովհետեւ դուք երբեք աշկի չեք ընկել հարգանքով քաղաքացու կամ օրենքի նկատմամբ։ Դա ձեր աշխատանքի մասը չի կազմել։ Այնպես որ
մենք քիչ հետո Տիկին Իրինայի հետ մեր պատասխանը քննիչի սահմանած ժամկետի մեջ կներկայացնենք ձեզ էլեկտրոնային փոստով եւ հավատում ենք, որ երբ պատասխան կտան Արթուրին 2010 թվականի դեկտեմբերի սպանությունը կազմակերպողները, պատասխան կտակ նաև դուք այս գործը չքննելու համար, պատասխան կտակ նաև դուք խաբելու համար, պատասխան կտակ, որ դուք ստախոս եք եղել, երբ Տիկին Վարդապետյանն ասում էր, որ Արթուր Ղազարյանի գործի պաշտոնական վարկածը չի համապատասխանում իրականությանը, Տիկին Վարդապետյան, դուք պարոն Փաշինյանին եք ասում, մեր ներկայությամբ, երբ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ասում էր, որ իր հսկողության տակ է գտնվում այս գործը, պարոն Պողոսյան, 8 ամիս քննիչը գործ ընդունելուց հետո ոչինչ չի արել, այդպես էիք հսկում, այդպես էիք պարգևավճար ստանում եւ տալիս, երբ Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազին գրված մեր միջնորդության ժամանակ մեզ ընդունում էր պարոն Էլիզբարյանը, ժամանակ խնդրում մեր միջնորդությանը պատասխանելու, երբ մեր իր աշխատասենյակից դուրս գալուց հետո մերժում է ուղարկում հետին ամսաթվով, այդպես եք խափում մեզ, այնպես որ մենք շարունակելու ենք պայքարել, Տիկին Ղազարյանը եւ Արթուրի հարազատներն ու բարեկամները, ինչպես նաեւ այսօրինակ այլ գործերով ծնողները, բազմաթիվ նախագահեր ու վարչապետեր են փոխել, բազմաթիվ դատախազներն ու քննչական կոմիտեի նախագահներ են եկել եւ գնացել, շատերը անհետագից, դուք էլ եք գնալու, բայց այս խնդիրը լուծում ստանալու է, այնպես որ մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը եւ նաեւ ասեմ, որ կարող եք չպատասխանել, մեզ ձեր գրավոր պատասխանները բոլորովին չեն հետաքրքրում եւ հարգելի քննիչ, շնորհակալություն, որ դուք մեզ նկատմամբ շատ մեծահոգի եք եւ 9 հատոր նյութերին ծանոթանալու համար գտակ, որ ողջամիտ էր 2.5 օրը։ Մենք նույնիսկ դրա դեմ ասելիք չունենք։ Այս պահին այսքանը կասեմ, Տիկին Իրինան հավանաբար կլրացնի, եթե ասելու բան կլինի եւ եթե հարցեր կունենա, ապա սիրով կպատասխանենք։ Ես Իրինա Ղազարյանն եմ, Արթուր Ղազարյանի մայրը։ Ես ուզում եմ ասեմ, դիմում եմ խոսքս Աննա Վարդապետյանին, դատախազին, Աննա Վարդապետյան, դուք այդքան ջանքեր արեցիք, որ ստեղծեցիք ձեր խումբը եւ հանեցիք այս փաստաթղթերը, որի մեջ կետ առ կետ ձեր առանց մի ստորակետի ու կետի ոչ մի բան չէր փոխվի։ Դուք ասում եք պարոն Փաշինյանին, որ այո, պարոն Փաշինյան, ծնողները ճիշտ են, միանշանակ Արթուր Ղազարյանին սպանել են։ Դաժե ընենց էր Աննա Վարդապետյանը նկարագրում, այդ խումբը ստեղծելուց հետո, գործը նայելուց հետո, որ Փաշինյանը ուզում էր մի բան ասել, ընդհատում էր, ասում էր ոչ, պարոն Փաշինյան, թողեք ես վերջացնեմ եւ ասեմ, որ այո, միանշանակ ծնողը ճիշտ է եւ սպանություն ա եղել։ Այդ ոնց պատահեց, որ Աննա Վարդապետյան, դու հենց դարար երկրի վարչապետ, դատախազ կներեք, դուք դարակ դատախազ ու միանգամից ձեր որոշումը փոխեցիք։ Ոնց է ստացվում։ Այսինքն դու սա գալի, ի սկզբանե ոնց էր որ Աննա Վարդապետյանը ստով սկսեց, ստով էլ ինքը վերջացնում է։ Ես պնդում եմ եւ ասում եմ, իմ տղային սպանել են։ Իմ տղան Հադրութում 300 զորամասում տեսել է, որ իր հրամանատար Ջանգիրյան Մարտինը իրանց ասել է, որ 14-ի երեկոյանը, որ դուք պետք է թուրքերի հետ առուվարճակ անեք նարկոտիկի ու բանի հետ, ոսկու հետ։ Իմ տղայի հետ ես խոսացել եմ, վերջի խոսակցությունն ա եղել։ Իմ տղայի հետ մինչև 17-ը ես խոսակցություն չեմ ունեցել։ Ես ասում եմ, որ իմ տղան տեսել է այդ կեղտերը, դրա համար դուք իմ տղային վերացրել եք։ Ուզում է երկրի դատախազներ լինեն, ուզում են քննիչներ լինեն, ուզում են ովքեր ուզում է լինի, իմ տղային սպանել են, իմ տղան այդ գաղտնիքը պիտի դուրս չբերեր, ոնց որ Ղարաբաղը ծախեցին, 2 օր չկարացան պահեին, նույն էլ իմ տղան այդ գաղտնիքը տեսավ, իմ տղայի գլուխը իրան կերան։ Ես ինչի եմ ասում, եթե իմ տղան հիվանդ լիներ, ես գիտեք ինչ կանեի, այդ տղայի ծնողը ես եմ եղել, ես եմ բերել, 19 տարի իմ տղան մի խնդիր չի ունեցել, ոնց եղավ, որ իմ տղային սպանեցիք, ես ուղղակի լուսանկարներն եմ ուզում ցույց տամ,
որ դուք իբրև ասում եք, որ իմ տղայի երկու գնդերի արանքը կա ուռուցք 4-ը 4-ի վրա։ Ես խնդրում եմ մի հատ տեսեք, դուք բացել եք արդեն ձեր այդ կոտրած ձեռքով, դատաբժիշկները արդեն բացել են։ Ոնց է պատահում, որ դուք գլուխը բացում եք, դուք նկարում եք, դուք արդեն բացել եք իմ տղայի գլուխը, արդեն բաց է։ Դուք արդեն բացել եք։ Ու դուք գիտեք ինչն եք անում, ուռուցքը ցույց տալու տեղը, դուք նկարում եք այլ տեղերը իմ տղայի, դուք նկարում եք մարմինը, դուք նկարում եք ոտքերը, դուք նկարում եք ուրիշ բաներ եք դուք նկարում, դուք տեսնում եք դուք ինչեր եք նկարում, իսկ եթե ուռուցք լիներ, դուք դատաբժշկականը ձեր արդեն իմ տղայի գլուխը բացել էր, այդ ուռուցքը եթե իմ տղան տառապել է, ես 15 տարի է ես ասում եմ բոլոր պատկամարմիններին, եթե իմ տղան տառապել է այդ հիվանդությամբ, իրանք պարտավոր էին, հանեին այդ ուռուցքը, ցույց տային ծնողին, ասեին, որ գիտեք ինչ, Տիկին Ղազարյան, ցավում եմ, բայց ձեր տղայի գլխի մեջ առաջացել է ուռուցք։ Ես ինչի եմ էսի ասում, իմ տղայի շորերը որ բերել են, ամբողջության արյան մեջ ա եղել, ձմեռային բուժլատը։ Ոնց է ստացվում, որ եթե իմ տղան գլխի մեջը ուռուցք ունեցե, ամբողջական բուժլատը արյան մեջ է։ Ոնց է ստացվում։ Ոնց է ստացվում, որ իմ տղային հլը վիրահատություն առաջ չլինեին, Ղարաբաղից իմ տղայի գլուխը սենց ներկա զիլյոնկայով բերել են։ Ոնց է ստացվում, որ իմ տղայի սենց համազգեստները, բանը սենց ամեն ինչը սենց նեխած բերել լցրել են։ Այս հարցերի պատասխանը ով պետք է տա։ Տիկին Վարդապետյան, դուք լավ եք հասկանում ու ձեզի ձեռ չի տալի, որ դուք ոչ մի զինվորի գործ բացահայտեք, որովհետև դուք այդ զինվորի գործերով, այրան գործերով, իրանք սնվում են, իրանք ապրում են, իրանք շնչում են, իրանք վամպիրների նման, իրանք սպասում են, որ զինվորի եբ պետք է մահանա, որ իրանք ապրեն շնչեն։ Անա Վարդապետյանը երկրի ստախոս դատախազն է։ Ստախոս է, որովհետև ինքն է կետ առ կետ ուսումնասիրել իմ տղայի գործը, ուսումնասիրել է, և Նիկոլին ասել, որ էսի սպանություն է։ Նուժելի Աննա Վարդապետյան, դու, ես գիտեմ, որ դու մայր եղել ես, բայց ես ընտանեկան հարցերում չեմ մտնում, բայց բաներ կա, դու ի վերջով կին ես, կին, ու դու մի ստախոս եղի, դու ծնողներին տենում ես, դու ծնողներին ի սկզբանե ասում ես, գիտեք ինչ, ես ամեն ինչ անելու եմ, որ այս գործերը բացահայտվի, բա ինչ եղավ Վարդապետյան, դիմում եմ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյան, ոնց եղավ, որ ի սկզբանե դուք նստեցիք վարչապետ, ծնողներին հաջորդ օրը ընդունեցիք ու ասիք, դուք միայն իմ հետ գործ կունենաք, բա ինչ եղավ Փաշինյան այդ գործերը, այսինքն դու սա գալի բոլորը նստում եք այդ աթոռի վրա, այս զինվորներին տալիս են պետությանը, գլուխներ ուտում են գցում են, ինչի համար։ Ու այսօրվա օրը դու սա գալի, որ ես տղա եմ ուղարկել բանակ, ուղարկել եմ իմ տղային բանակ, ու իմ տղայի բոլոր փաստաթղթերը վերացել, այսինքն ես ուղարկել եմ, իմ տղային տալ են այլ երկիր, իմ տղայի գլուխը կերել են, այսօր որ իմ տղան փաստաթղթեր պետք է չունենա։ Սա մենք ունենք պետություն, թե ես դիմեմ Ալիևին, որ գնամ Ալիևի ձեռը բռնեմ, ասեմ Ալիև ջան, գիտես եկել եմ իմ տղայի փաստաթղթերն եմ ես ուզում պահանջում եմ։ Ի վերջով իմ տղային ես տվել եմ պետությանը, եմ, իրանք զինվորին չեն գնահատում, իրանց մոտ այդ զինվոր գնահատել, իրանց մեջ այդ մարդկային բաները չունեն, ում դիմես էր, այսինքն անհիմն իմ տղայի գործը կարճել են, ինչի համար, իմ տղայի գործը տվել են Ղարաբաղցու Դանելյանին, որ ինքը նստի ու ասի ես կարճում եմ, ես ինչքան եմ համոզված, որ այդ Դանելյանի մատը խառը չի, նույն հադրութում են սպան իմ տղային, այդ իրանց կեղտերը տեսնելու համար, ես ինչքանով եմ համոզված, միգուցե հենց այդ ով սպանել է Դանելյանին են տվել այդ գործը։ Ես կասկածում եմ իրա հրամանատարն ա եղել, Ջանգիրան Մարտինը, նարկաման հարբեցող ու սաղ զինվորների վրա ճնշելով, նա ասել է, որ բոլորը պետք է այս նարկոտիկի գործ անեք, որովհետև ես համոզված եմ ասում, 14-ի երեկոյան ես իմ տղայի հետ խոսացել եմ, իմ տղան եղել է առողջ, իմ տղայի մոտ մի հատ խնդիր չի եղել, ուղղակի գիտեք ինչն է բան, դուք մի հատ սենց նայեք, իմ տղային սենց որ բերել են պարկացրել, 1.86 բոյն ա եղել, 45 համարի կոշիկ ա հագել,
Ու բերել են այսքան մուլտիկի բացինք են այսքան տվել են 42 համարի ասում են սա ձեր տղայինն է, բացառվում է, իսկ ամիսներ հետո իմ տղայի դեպքից հետո իրա հետի ծառայողը Արսեն Գրիգորյանը, որը որ հետախույզ է եղել, հիմա ասում են իբրև ինքը չի ծառայել Հադրութում, ոնց կարող է պատահի ես կառավարության շենքի մոտ կանգնեմ ու ասեն ինձ ասել են որ ահա Արտուր Ղազարյանի հետ ծառայել եմ, ինքը հիվանդ չի եղել, դաժե ձեր տղան արժանացել է սև բերետի ու հիմա ինքը հերքում է, այսինքն ինչի ես իմ հավիճ ուտեի պահել, տվեցի երեխուն, տարան ու իմ երեխու ոչ մի հետքերը չկա, ումա ձեր տարի որ զին իմ տղայի գործը փակում են, այսինքն իմ տղան այն բանն է տեսել Հադրութում, որ այսօր որը Հադրութս էս ծախեցին, այն բաներ տեսել, որ իմ հետախույզ տղու գլուխը կերան ու բոլոր արխիվային բան, որտեղ դիմում ենք ասում են չկա այս փաստաթղթերը, այսինքն իմ տղու բոլոր փաստաթղթերը վերացրել են։ Լրացում ունեմ ես ձեր հարցի կապակցությամբ ըստ պաշտոնական վարկածի Արտուր Ղազարյանի գլխացավերով տեղափոխում են Հադրութի բժշկական կենտրոն մոտավորապես առավոտյան լուսադեմի ժամը 4:30-ի սահմաններում 2010 թվականի դեկտեմբերի 17-ի մասին է խոսքը։ Հիվանդանոց է այցելում նաև Զորամասի հրամանատարը, Զորամասի բավականին բարձրաստիճան սպան է, ինչպես նաև Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալներ, գեներալներ, գեներալ-մայոր Մակարյան եւ այլն, բավականին մեծ քանակի բարձրաստիճան զինվորականներ։ Սերան Օհանյան, ինչի մենակ մնա։ Ոչ միայն Զորամասի հրամանատարությունը, այլ նաև Պաշտպանության բանակի հրամանատարներ։ Անմիջապես հիվանդանոցից այս ամբողջ անձնակազմը մեկնում է դիրքեր։ Միաժամանակ Արտուր Ղազարյանին բուժօգնություն ցուցաբերելու այո, դեպքերում տեղ ունեցել, հետո ուշացումով իջացել են հիվանդանոց, նախ Զորամաս, բուժկետ, հետո նոր հիվանդանոց։ 3 օր Արտուր Ղազարյանի առողջական վիճակի կամ ընդհանրապես վիճակի մասին մենք տեղեկություն չունենք։ Ամսի 14-ից մինչև 17-ը։ Ու տեսեք ինչ է տեղի ունենում։ Առավոտյան Արտուր Ղազարյանին բուժօգնություն ցուցաբերելու համար բուժ անձնակազմեր են ժամանում Ջրականից, Ջեբրայելից եւ Ստեփանակերտից, առանձին բուժ անձնակազմեր։ Երևանից ուղղաթիռ է մեկնում Արտուր Ղազարյանին տեղափոխելու համար։ Հարց ենք բացացել արդեն 6-7 տարի քննությանը վերաբացվելուց հետո։ Խնդրում ենք պարզել, արդյոք հաճախակի է դիտում գլխացավով զինվորին հիվանդանոց տեղափոխելու ժամանակ, երբ գեներալներ են գնում գիշերը մոտը ու անմիջապես բարձրանում դիրքեր։ Խնդրում ենք պարզել այն գեներալների բացի Մակարյանը, ում հարցաքննում են միայն 24 թվականին, ով իր ցուցմունքներով քննիչի հետ փոխադարձ մենք ցուցմունք ունենք։ Երկուսը քննիչը զբաղվում է աճպարարությամբ, գեներալը խաբեությամբ։ Ցուցմունքը մենք ունենք, կարող ենք նաև հրապարակել։ Բայց չեն պարզում ինչն էր եղել պատճառը, եթե Արտուր Ղազարյանը իսկապես առողջական խնդիր է ունեցել, նրան գլխացավով տեղափոխում են հիվանդանոց։ Ինչու է ամբողջ սպայակազմը բանակի գնում առավոտյան 4:30-5-ի սահմաններում, որից հետո մեկնում են նաև մարտական դիրքեր։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ այս մանրամասները ներկայացրեցիք ու ինչ պատասխան ստացվեց։ Վարչապետը ես կարճ կասեմ, ինքը ասաց, որ ներկայացրեք, մեղավորները կպատժվեն։ Ու ինչ գործ կունենաք իմ հետ։ Մենք ներկայացրեցինք, ընդ որում մենք չենք ներկայացրել, Տիկին Վարդապետյանը ներկայացրել, որովհետև Տիկին Վարդապետյանը այնքան լավ է ներկայացրել, փայլում եւ հրաշալի, որ մենք նույնիսկ չենք խոսել։ Իսկ ինչ հիմքով գործը կարճվեց։ Գործը կարճվել է հետեւյալ հիմքով, հաստատվել է քրեական օրենքով նախատեսված որևէ հանցանքի բացակայությունը։ Քրեական դատավարության օրենսգրքում այս ձևակերպման ես բողոքի մեջ հետեւյալ հռետորական հարցն եմ բարձրացրել, ինչ իրավական նշանակություն ունի Արտուր Ղազարյանի մահը պետության համար, եթե այն անգամ էական վնաս չէ, հոդվածն է այդպիսի։ Արդյոք Ղազարյանի ծնողները կամ Ղազարյանը մեղավոր են, որ ծառայության մեջ գտնվող Արտուրի մահը պետության համար որևէ հետևանք չի առաջացնում։ Սա եւս ճակերտների մեջ հանուն ոչնչի մահ է։ Ոնց որ Աննա Վարդապետյանն էր ասում, հանուն ոչինչ։ Հիմա պարզում է, որ պետությունը ոչինչ չունի անելու։ Արտուր Ղազարյանը ըստ իրենց հիվանդ էր, գնաց,
1 տարի ծառայեց, որպես հետախույզ, 4 ամիս էր մնացել որ դուք ծառայության ավարտից կար ժամանակ առաջ, գլուխը ցավեց, տեղափոխեցին հիվանդանոց եւ մահացավ։ Հանկարծակի առաջացած ինչ որ ձևակերպումներ են գրում եւ մահացավ։ Շուտով 16-րդ տարին է հիմա ընթանում, քննություն է ընթանում։ Տասնյակներով դիմումներով միջնորդություններ են ներկայացրել։ Երբ հիմա մեզ տրամադրեցին նյութերը, ես ուղղակի ձեզ նաև ձեր հաղորդումը դիտողներին չհոգնեցնելու համար չէի ուզենա, տեսնեք, հարյուրավոր փաստաթղթեր կա գործի մեջ, արխիվը ոչնչացված է, չի պահպանվել, ընդ որում գիտեք ինչն է հետաքրքիր։ Օրինակ, արխիվը 22 թվականին է ոչնչացվել, 23 թվականին է ոչնչացվել։ Մենք ես որպես փաստաբան ներգրավել եմ 2018 թվականից եւ մենք խնդրել ենք Արթուր Ղազարյանի վերաբերող հնարավոր բոլոր փաստաթղթերը հավաքենք։ Առնվազն 18 թվականից։ Ամենահասարակ բանը Արթուր Ղազարյանի գործով, որը պարզապես որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, այս պահը հայտնի չէ Արթուր Ղազարյանի դասակի անձնակազմի տվյալները, հասկանում եք, չի կարող այդպես լինել։ Մենք առնվազն 18 թվականից առ այսօր Արթուրի ծնողների հետ հարյուրավոր անգամ փորձել ենք պարզենք գոնե դասակի անձնակազմը։ Դա անհնար էր, որ այդ տվյալը չլիներ։ Մեզ հաջողվել է 2 փաստաթուղթ ստանանք, մեկը 10 թվականի քննության ժամանակ, 11 թվականի, եւ մեկը 21 թվականի դրությամբ։ 2 տարբեր փաստաթղթեր են մեզ տվել անձնակազմի մասին։ Պատասխան չկա, ինչու են տարբեր անձնակազմերը։ Մենք փաստական տվյալ ունենք, որ զինվորը գտնվում է Արցակուրտում Կոտայքի մարզում իրենց տանը 2010 թվականի դեկտեմբերի 14-ի դրությամբ Արթուրի հետ կապը կորելու ժամանակ։ Միևնույն ժամանակ ունենք տվյալ, որ այդ զինծառայողը գտնվում է Արթուրի հետ մարտական հենակետում։ Պատասխան չունենք։ Մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել։ Մեզ պաշտոնապես ասում են, որ ինքը ունեցել է գլխացավ եւ մահացել է։ Հարցերը բավականին շատ են, պատասխաններ չկա։ Գլխավոր դատախազը եւ քննչական կոմիտեի նախագահը գտել են, որ այս գործը պիտի փակվի։ Ընդ որում շատ հետաքրքիր է, նախկինում այլ քննիչ էր աշխատում։ 2025 թվականի հունիսի 16-ին նոր քննիչ է գործը ստանում, այդ 9 հատորները ֆիզիկապես ստանում է, դնում սեղանի։ Ոչ մի բան։ Փետրվարի 3-ին կանչում է, ասում է գործը փակում է։ Բնական հարց է առաջանում, եղբայր, եթե գործը պիտի փակեք, ստանալու օրը կփակեիք։ Եթե դու 9 ամիս, 8 ամիս այդ հատորները պիտի դներ փոշու տակ, մեզ կանչես ասես ավարտում եմ, ոչինչ չեք արել։ Ինչ որ փաստ պիտի լինի, չէ՞, գործը փակելու համար։ Ինչ որ նոր տվյալ պիտի լինի։ Եթե այդ տվյալը եղել է դեռ անցած տարի, նախանցած տարի, ապա ինչու եք այս 2 տարին պահում գործը։ Ես կասկածում եմ, որ երբ Եվրոպական դատարանը հունվարի 16-ին կառավարությանը տեղեկացրեց, որ Արթուր Ղազարյանի իրավահաջորդի հետ բարեկամական լուծում գտեք եւ նաեւ բավականին գումար առաջարկվեց, մենք հիմա չենք հրապարակում, զուտ էթիկայի կանոններից ելնելով, ասեմ փոքր գումարի մասին չի խոսքը, հատուցեն ընտանիքին, այդ Եվրոպական դատարանի այդ կոմունիկացիա հաղորդակցությունը սկսելուց 18 օրը գործը փակում են։ Սա նշանակում է, որ առնվազն Անդրեսյան Կարենը խորհրդակցելով Վարդապետյան Աննայի եւ Պողոսյան Արթուրի հետ առաջին դեմքերով զեկուցում են վարչապետին, նա էլ հավանաբար ասում է, որ պետությունը տալու գումար չունի, տարեք գործը փակեք։ Այսինքն առեն համարում Եվրոպական դատարանին, բայց միևնույն է գործը քննվելու է։ Թեև չեմ զարմանում, որովհետեւ ինչպես Արթուր Ղազարյանի գործը, այնպես էլ այլ զինծառայողների գործ, Օրհանջանյան, Մուրադյան, այլ զինվորների գործ, Անդրանիկ Բկրտչյան կայացված Եվրոպական դատարանի վճիռները չի կատարում Հայաստանը, ավելին ասեմ։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն քաղաքական գնահատական է տվել դրան։ Միևնույն է չեն կատարում։ Եթե մենք ժողովրդավարության բաստիոնն ենք ու իրավունքի հետ վարվում ենք այսպես, ապա ավելացնելու բան չունենք։ Դուս ակալի որ մենք պետություն չունենք, ափսոս այն մեր այդքան ջայր զինվորները, որ այսօր որը երաբլորում բարգացեն։ Հազար ափսոս։ Ուղղակի մի բանա, որ այդ ցավը իրանք պետք է տեսնեն։ Չի կարելի դու ոնց կարող է պատահի, որ զինվորին ծնողը պահում է 18 տարի,
ու տալիս է պետությանը, ու պետությունը գլուխը ուտում է ու գործին ընթացք չի տալի, ոնց է ստացվում։ Քննությունը չի կարողանում պարզել, Այսինքն բոլորը ստախոսներով նստած են, այսօր օրը իրանք մտածում են իրանց աթոռի մասին, ով է նստելու։ Ուրիշ ոչ մի բան, ասում են նախկինները, էսի, էնի, դուք էլ եկել եք, նախկին արել է, դուք բացահայտեք։ Հիմա հպարտանում են, ասում են, մեր իշխանության օրոք բանակում խաղաղ պայմաններում զինվորներ չեն մահանում։ Այս տարին քանի հոգի զինվոր են մահացել։ Քանի զինվոր է մահացել։ Այսինքն բաներ կա, որ, չգիտեմ, իրանց այդ համակարգը ստախոսների, հանցագործների հավաքել են սենց իրանց այդ շղթան, որը որ դրեցին հիվանդություն, որ պատկան աջաներով, սենց մարմիներով գնաց, էլի գալու ես այդ նույն ծայրի վրա, նույնն է լինելու, տարբերություն չունի, այսինքն իրանք եթե ասում են մի բան, իրանք իրանց ասածը չեն հերքում։ Տիկին Ղազարյան, փորձել եք վարչապետի կրկին հանդիպում պահանջել ու արդեն գործը փակվելուց հետո պարզաբանումներ ստանալ։ Նախկինում ինքը մանրամասների մասին տեղյակ է եղել, սակայն որոշումը այլ է եղել։ Փորձել եք խոսել եք։ Մենք վարչապետին անձամբ 3 հատ դիմում ենք ներկայացրել, ու ինքը մեզ չի ընդունում։ Բայց մինչ այդ վարչապետը ասում էր, ինչ է լինի այսօրվանից տենը, միայն իմ հետ ունեք գործ, միայն ես եմ, ու այդ միայնը 18 թվից առեսօր ինքը գիտեք ոնց է գնում, իսկի դիմումին էլ չեն պատասխանում, նույնն էլ Աննա Վարդապետյան ասում էր, ինձի 1 ամիս ժամանակ տվեք, տեսեք մամաներ ջան, ես ինչ եմ անելու, ինչ նստեց այդ աթոռի վրա, որ դառավ ինքը դատախազ, վերջացավ, ոչ մի բան։ Այդ աթոռներով էին իրանց, այդ կարևորը դատախազի, քննիչի, վարչապետինը աթոռներ, որ իրանք այդ աթոռը վերցնեին, աթոռից բացի իրանց ոչ մի բան չի հասկանում եք, հետաքրքրություն իրանք չունեն, իրանց այսօր պարգևավճարներն ա, գումարներն ա, այսօր իրանք խառն են, ոնց անեն, որ ամեն տեղից մի բան անեն, իրանք նստեն, չեն ուզում մարդկան, դաժե իրանք չեն ուզում, որ լրագրողները, առաջ լրագրողները մոտենում էին ծնողներին, ու այս երկրի վիճակերը, իսկ հիմա լրագրող չկա, բոլոր լրագրողներին մի անկյունի մեջ է լցնում են, ասում են վերջ, նկարագրում եք, որ Հայաստանը ծաղկում է, բայց արդյոք ծաղկում է։ Այն գործը փաստում է եւ մինչեւ նոր Երևան եկած ապացույցներ չլինեն, գործը կրկին չի վերաբացվի, չէ՞։ Այն պաշտպանական կողմից դեպքում ուժով կողմը ունի այդպիսի հեռանկար, այդպիսի փաստեր, որ կարող է դիմել կրկին գործի վարույթը բացելու համար։ Իրավական առումով հետեւյալ է լինելու զուտ իրավական ընթացակարգերը պահելը դա որպես իրավաբանի պարտականություն է եւ մենք դա կպայենք Կարշնա մասին որոշումը դեռևս չենք ստացել։ Մեզ այդ մասին բանավոր հայտնել են եւ գրություն են տվել։ Որոշումը կբողոքարկենք վերադաս դատախազին, ով անմիջական հրահանգել է փակելու, մենք գիտենք խոսքը վերաբերում է այս պահին Երևանի կայազորի դատախազ աշխատող Արշակ Մարտիրոսյանին։ Ամենայն հավանականությամբ նա կմերժի։ Մենք ստիպված կլինենք դիմել նաեւ քրեական դատարան քննիչի որոշումը վերացնելու առումով ես այս պահին դժվար եմ ասել թե Երևան քաղաքի որ դատավորը կքննի, օրինակ ես նույնիսկ հիմա առանց վարանելու կասեմ, եթե օրինակ Մասիս Մելքոյանը քննի, մեր բողոքը կմերժի կամ այդպիսի դատավորներ։ Եթե կմերժեն, ապա մենք այդ պատկերը կներկայացնենք իհարկե եվրոպական դատարանին, բայց որպես նոր Երևանից հանգամանք պարզապես այս բան չեմ կարող ասել կլինի, թե ոչ, մենք կշարունակենք իրավական ճանապարհը եւ այս process-ը նաեւ կներկայացնենք եվրոպական դատարան, որովհետեւ առնվազն եվրոպական դատարանում այս պահին գանգատի քննության ընթացքն է ընթանում։ Եվ հասկանալով, որ պետությունը արդեն որդեգրել է ժխտելու նաեւ եվրոպական դատարանին, հասկանում ենք, որ նույնիսկ եթե հիմա եվրոպական դատարանը վաղը վճռել կայացնի, ապա այս իշխանությունները արդեն չեն պատրաստում հարգեն։ Բայց դա չի նշանակում, որ օրինակ այս իշխանությունը հավերժ է։ Բնականաբար ոչ մի իշխանություն հավերժ չի լինում։ Մենք հավատում ենք, որ կարճ ժամանակ հետո իրենք իշխանություն չեն լինի, եւ այն
պարկեշտ եւ լավ անձինք ովքեր կդառնան իշխանություն, կարևոր չէ ով կլինի, մեզ դա չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է անձինք ովքեր կլինեն պարկեշտ մարդիկ եւ գործը կքննեն։ Հավաստիացնում եմ, որ գործի վերաբացում, այսպես կենցաղային տերմինը ասեմ, կամ իրավական վերաբացման համար ավելի քան բավարար հիմքեր կան։ Թեև այս բանը կարծում եմ դեռ գուցե մեզ հաջողվի նաեւ հասնենք նրան, որ այս որոշումը եւս վերացվի։ Բայց գիտեք, արդեն մեր միջև եւ քննիչի ու դատախազի միջև կա այնպիսի անջրպետ, այնպիսի հակադրություն միմյանց նկատմամբ, որ ես առնվազն մարդկայնորեն չեմ կարողանում պատկերացնել մեր տիկին Իրինայի իմ հանդիպումը այն քննիչի հետ, ով այսպես է վարվում։ Ինչպես ենք մենք համատեղ աշխատելու։ Կարևոր չեն անձերը, բայց երբ որ քննչական մարմին ու դատախազությունը ներողություն այս բառի համար այսքան ցինիկ է իրեն պահում, այլևս որևէ ցանկություն չկա իրենց հետ աշխատելու։ Հասկանում եք, մենք 2018 թվականից երբ ես ներգրավեցի տիկին Իրինայի թույլտվությամբ եւ համաձայնությամբ ներգրավեցի, մենք առնվազն մինչեւ 2025 թվականը կարելի ասել միասին էինք աշխատում եւ ես ինքս բազմիցս նշել եմ, մենք դժոխ կողմ ենք, դատավարական իմաստով մենք մի կողմ ենք, մենք չենք կարող միմյանց հակադրվել։ Մեր նպատակը պետք է լինի ճշմարտության բացահայտումը, որովհետև մենք մեղադրանքի քամտուժող կողմ ենք, այդպես է մեր կարգավիճակը։ Մենք տարիներ շարունակ պայքարում ենք միմյանց դեմ։ Մենք գիտենք ինչի ենք պայքարում։ Հանուն ճշմարտության բացահայտման։ Մենք գիտենք ինչ նպատակով են աշխատում մյուս կողմը։ Աշխատավարձ եւ պարգևաճար ստանալու համար։ Այսքանն է։ Մահացած ովքեր։ Մի դրվագ ընդհանրապես ես դրան անդրադարձա թեև Արթուր Ղազարյանին, ինչպես նշեցի, վերջի կապը ծնողի հետ եղել է 2010 թվականի դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույցը, հետագայում փաստական տվյալ ունենք արդեն գործով աբսիտազիոթի վատը զգալու հիվանդանոց տեղափոխվելու։ Երեքորդ ծնողը տեղեկություն չի ունենում։ Արթուր Ղազարյանին մինչև կեսօր պահում են Հադրութի հիվանդանոցում, այնուհետև ուղղաթիռով տեղափոխում Երևան։ Այս ժամանակագրության մեջ հարյուրավոր հարցեր կա, որոնք բարձրացել ենք, պատասխանը չունենք։ Նույնիսկ մենք մի քանի անգամ խնդրել ենք պարզել ուղղաթիռի անձնակազմ, ինչ բուժօգնություն է ցուցաբերվել ուղղաթիռի մեջ, ով է բուժօգնություն ցուցաբերել, բացի Արթուր Ղազարյանը այլ զինծառայողներ եղել են, թե չեն եղել, այս հարցերի պատասխանները չունենք։ Առնվազն անձին ուղղաթիռով 10 թվականին Արցախից Հայաստան տեղափոխելը, կարծում եմ, բավականին բացառիկ երևույթ է եղել։ Առնվազն ամեն դեպք չէր, որ ուղղաթիռով են տեղափոխում։ Գուցե կյանքի ցուցումով կամ այլ նպատակով։ Երբ Արթուր Ղազարյանին տեղափոխում են Երևան, տեղափոխում են նախ Էրեբունի բժշկական կենտրոն համակարգչային շերտագրման, որի սկավառակը չի պահպանվել հստակ ախտորոշման համար։ Այնուհետև տանում են Մուրացանի հոսպիտալ, զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ, որը ունենում է համապատասխան տեխնիկական միջոց, համակարգչային շերտագրման, որը աշխատելիս չի լինում։ Եվ Արթուր Ղազարյանին անգիտակից վիճակում 4 օր մինչև 21-ը պահում են վիրահատում, դրենաժներ դնում, բայց իրականում մենք, ինչպես տիկին իրան նշեց իր խոսքի մեջ, մենք ունենք առնվազն գործի ընթերից տվյալներ, որ Արթուր Ղազարյանին Երևան տեղափոխում են արդեն մահացած վիճակում։ Նրա հետ կատարում են ինչ-որ գործողություններ, Մուրացանի հոսպիտալում միացնում ինչ-որ դեռևս մեզ համար անհասկանալի սարքի, ջերմությունը մարմնի պահպանելու նպատակով, որովհետև այդպիսի տվյալ մենք աշխատանքի ընթացքում մեզ հայտնի դարձավ, մենք աշխատանքային խմբով, որին մասնակցում է նաև տիկին Վարդապետյանը, այս փաստական տվյալը երբ բարձրաձայնեցինք, ինքը պարզապես մի քանի րոպե չէր կարողանում արտահայտվել, որովհետև այդ տվյալը Արթուր Ղազարյանին ինչ-որ սարքից միացնելու մասին մեր աշխատանքային խմբի գործընկերներից մեկը հայտնեց, որ այդպիսի տվյալ կա նաև, եւ եւս մեկ անգամ հաստատեց, որ Արթուր Ղազարյանին Հադրութից տեղափոխել են արդեն ոչ թե բուժում ապահովելու, պարզապես մի քանի անգամ
Տիկինին այդ մասին նշել է, ես ինքս էլ պարզապես կողմնորոշվեմ, ինչ ախտորոշում պիտի ներկայացնեն։ 4 օր պահեցին հոսպիտալում, առանց գիտակցության գալու, ընդ որում բավականին հետաքրքիր ճակերտների մեջ պայմաններում Արթուր Ղազարյանի շատ հաճախ ծնողները մուտք չունեին, նրանց Արթուրի մոտ պայմանական հիվանդասենյակ մտնելուց առաջ սենյակում որոշակի միջոցառումներ էին անում, նոր ծնողին թույլ տալիս մոտենա իր որդուն։ Եթե նա ընդհանրապես վիրահատված էր, ինչու էր հիվանդասենյակ մտնելը պայմանավորված ինչ որ գործողություններ անեն, նոր ներս թողնեն։ Բերանսոսինցով կապած էր։ Հա, եւ այս հարցերը մենք միշտ բարձրացրել ենք, բայց պատասխաններ չունենք։ Չկա պատասխան։ Ընդհանրապես որևէ բանի, սկսած Զինգրքույկի անհայտանալուց, Արթուր Ղազարյանի առաջի քննչական գործողությունը Արթուր Ղազարյանի մայրիկի հետ պետք է կատարեր Հայկ Գրիգորյանը։ Եթե չեմ սխալվում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է։ Մենք բողոք ենք գրում ինչ-որ գործով, գնում է հասնում Հայկ Գրիգորյանը եւ մերժում ենք ստանում։ Այնքան շատ կան խախտումներ, բավականին այլ պաշտոնյաներ եւս, ովքեր պաշտոններ ստացել են Նիկոլ Փաշինյանի օրոք։ Երևի այսքանը, եթե հարցեր ունեք, ապա սիրով կպատասխանենք, եթե ոչ, կրկին անգամ շնորհակալություն ենք հայտնում ձեզ հատկացած ժամանակի եւ այս թեման լուսաբանելու համար։ Շնորհակալություն։ Ապրեք շատ, շնորհակալ ենք։ Հույսով ենք